Հայր ջան, բարի օր։ Առաջի անգամ այսօր կյանքումս առաջի անգամ Էդմոն Մարուքյանի լայվն եմ նայել։ Ու նայել եմ ծայրից ծայր։ Ինչ եմ ուզում ասեմ։ Ամեն բառի ու տառի հետ համաձայն եմ։ Այն ինչ որ լսել եմ, եթե էկրանը փակեմ, ձայնի ճանաչողության բանս անջատեմ եւ այլն, այն ինչ որ ասվեց այսօրվա լայվում, ոնց որ ես խոսայի, իմ բառերն էին, այդ աստիճանի խաղաղության, Կիրակի օրը պատարակ չգնալու եւ այն մասին, որ մի օրով Նիկոլը բացակայում է, երկրում խաղաղություն ա։ Այդ ամեն ինչը ինչ որ ասում է, բառից բուն իմաստով ամեն տառի ու ստորակետի հետ համաձայն եմ։ Բայց լավ ես ասում Էդմոն ջան, բայց ափսոս որ դու ես ասում։ Որովհետև ես ախր ոնց բացատրեմ էլի։ Ստեղ ազնականի հարց չկա։ Դաժե եղել է որ հանդիպել ենք, բարևել ենք այնտեղ քարվաճառում։ Բայց բոլոր նրանք, որ երբևէ համագործակցել են, բերել են, սատարել են, օգնել են, բարձրացրել են, նույնիսկ Արցախը հանձնելուց հետո բարևել են։ Այս սրիկաշուն շանվորթուն նույն ուրեմն ճանապարհով քայլել են, մտել են, հելել են, նորից են մտել, նորից են հելել։ Իմ համար բոլոր նման գործիչները կապ չունի այսօր ինչ են ասում, որտեվ ճիշտ ժամանակին այնքան հմուտ եք, որ ճիշտ ժամանակին ճիշտ բաներ ասում եք, բայց ձեր գործողությունները կյանքում ձեր անցած ուղին լրիվ ուրիշ բան է խոսում։ Այնպես որ ճիշտ բան ասելուն արդեն խելացի հայերը չեն հավատում։ Նիկոլն էլ ժամանակին ճիշտ բաներ ասա, երբեք չեմ հավատացել։ Նայեք այն ժամանակվա ասացին, բառնալում է, որ ձեր նման հարմարվողները, երբ որ պետք է, նենց բաներ եք ասում, նենց լապշաներ եք կախում եք ժողովրդի ականջներին, սկսում եք դուք էլ եկեղեցի գնալ, սկսում եք դատերին մասնակցել, Աջապահյանի դատին, Բագրատ Սրբազանի դատին եւ այլն, երբ որ պետք է, երբ որ զգում եք քամին, որ կողմից է փչում։ Ասում եմ, լավ ես ասում, բայց ափսոս որ դու ես ասում, որտեվ ես չեմ հավատում։ Եվ իմ նման լիքը մարդ կա, որ չի հավատում բոլոր նրանց, ովքեր երբևէ լուսապսակել գլխներիդ լինի, ների հետ համագործակցած, նույնիսկ ասում եմ, Արցախից հետո շարունակած ինչ որ ձև նրա հետ թեկուզ ձեռքով բարևած ոչ մեկ իրավունք չունի ապագա ազգային Հայաստանում որևէ նույնիսկ ամենացածր պաշտոնին հավակնելու։ Դա իմ կարծիքն է, էդ էլ իմ կարծիքն է։